Մինչև տարեվերջ պետք է ամփոփվեն ու կատարվեն նախորդ 3 ամիսներին վարչապետի տված բոլոր հանձնարարականները, իսկ հաջորդ տարվանից նախարարները կաշխատեն նոր մեխանիզմով։ Պատրաստել նյութեր հունվարին ներկայացնելու 2016 թվականի հաշվետվությունները, ինչպես նաև միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը 2017 թվականին, 2017 թվականին կփոխվի նաև մարզերի բյուջեի հաստատման մեխանիզմը։ Յուրաքանչյուր համայնքի բյուջեն պետք է վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվի այն անհամեմաստնությունները, որի հիման վրա համայնքի բյուջեն կձևավորվի։ Կվերանայվի նաև մուտքի արտոնագրերի տրամադրման հայեցակարգը, վարչապետը հանձնարարեց արտաքին գործերի նախարարությանը զբաղվել այս հարցով։ Քննարկեք այդ հարցը և լուծում տվեք և նաև համեմատեք մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ։ Անցնելով օրակարգային հարցերին, կառավարությունը որոշեց Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին գումար հատկացնել։ Թվով շուրջ 18202 բնակիչների խնդիր է լուծվում 70 գյուղական համայնքներում։ 506 միլիոն դրամի հատկացման խնդիր է, որը ուղիղ փոխանցվելու է որպես օժանդակություն։ Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին։ ԵՏՄ անդամ պետություններում մաքսային հարաբերությունները կարգավորել մեկ համալիր փաստաթղթով, ինչը տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռնի ավելի հեշտությամբ և հարմար ձևով օգտվել մաքսային հարաբերությունները կարգավորող ԵՏՄ օրենսդրությունից։ Բավականին կարևոր փաստաթուղթ է և բավականին դժվար ծնված փաստաթուղթ է, պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել։ Արդեն կառավարության նիստից հետո ամփոփելով Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության 2 տարին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այն որակեց դրական։ Արտահանումները մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանումները աճ է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է 2016 թվականի տնտեսական արդյունքներին, ապա նախարարը հավաստիացրեց, որ աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում 6-ից 7%, ըստ նախարարի աճ կլինի նաև ծառայությունների և արտահանման ոլորտում, թեև տնտեսագետները 2016 թվականը գնահատել են բաց թողնված հնարավորությունների տարի։